Պարոն Մերհաբյան, Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին, նախ շնորհավորել է հայրենական պատերազմի 80-ամյակի կապակցությամբ, ապա իր նամակում նշել է, որ հուսով է, որ Պուտինի գործուն աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հնարավորություն կունենա վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես եք մեկնաբանում Վիտալի Բալասանյանի այս նամակը, քայլը եւ դրա բովանդակությունը։ Այս դեպքը ավելի շատ կլինիկական է, քան քաղաքական եւ ստեղ ուղղակի մենք գործ ունենք այսպես մի հիվանդագին հոգեբանական կախվածության հետ, որը սերում է Զորի Բալայանից եւ Զորի Բալայանիզմից եւ մենք տեսնում ենք, որ նույնիսկ ի հեճուկս այն տեղի ունեցածի, որը ամեն ինչը մակերեսին է, բայց աչքեր ունեցողները չեն տեսնում, ականջ ունեցողները չեն լսում, գլուխ ունեցողներն էլ հավասարա չունենալու։ Եվ սա ուղղակի դրսևորումն է այս ամեն ինչի, որը ուղղակի խայտառակություն է եւ ստորացուցիչ ընդհանրապես հայ ժողովրդի համար։ Եվ բնականաբար ոչ մի բանի դա չի հանգեցնելու, ուղղակի ավելորդ անգամ առիթ է տալու, որ ռուս կառավարող վերնախավի մոտ ուղղակի առհամարանք խղճահարություն առաջացնի հայ ժողովրդի եւ նրա որոշ ներկայացուցիչների մտավոր ունակությունների եւ արժանապատվության մասին։ Նաև վերջերս ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ 2026 թվականին ընդառաջ ռուսական կողմը, այսպես ասած, ցուցում է տվել ակտիվացնել իր ուժերը Հայաստանում եւ նաև իր թեկնածուներին։ Եվ այդ իմաստով նաև ասվում է, որ գործը հանձնարարվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին Կիրիլենկոին, եւ մենք վերջին շրջանում տեսնում ենք, թե Հայաստանում պարբերաբար ինչ ամենատարբեր սադրանքներ են լինում։ Սա կարող ենք ենթադրել, որ ռուսական կողմը արդեն սկսել է աշխատանք տանել եւ պատրաստվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այն, որ ռուսները հասկանում են, որ պետք է Հայաստանում բան փոխվի, դրա հիմքերն ունեն իրենք, որովհետեւ այնինչ կա Հայաստանում իրենց ենթակառուցված կա ազդեցության, այսպես ասենք, այլևս չի աշխատում։ Դա մեկ։ Երկրորդը միևնույն ժամանակ ռուսների գլխի բովանդակությունը չի փոխվել, մտադրությունները չեն փոխվել, հիմա իրենք վռնդված լինելով դռնից ուզում են ձև գտնեն, մտնեն օդանցքից, օդանցքը փակես, փորձ կանեն մտնել կանալիզացիայից եւ այլն։ Հիմա այս պերսոնաժը, որին իբր կուրատոր են կարգել, հայտնի է Կինդեր սյուրպրիզ մականունով, մի անողնաշար, մի հերթական Պուտինի հարեմի մի ներկայացուցիչ, որը ոչ մի բան է եւ ում անունն է ոչ մի բան, նա ընդհանրապես այնտեղ ֆունկցիա է եւ կատարելու է այն, ինչ նրանից սպասելու է։ Իսկ Հայաստանում այս ակտիվությունը, որ տեսնում ենք, մենք տեսնում ենք, որ սա ավելի շատ պայմանավորված է այսպես ինքնամատուցմամբ որոշ շրջանակների, որ իրենց վրա ուշադրություն դարձնեն եւ այս ստորակարշության փառատոնը, որ մենք տեսնում ենք, նամակներ, ներողություն, դասախոսություններ, հայտարարություններ, որ 44 օրյա պատերազմը հրահրել են հայերը եւ այլն, հա։ Այս ամենը հենց այդ շրջանակի մեջ է տեղավորվում, որ իրենց ցույց տան, որ իրենք իբր ողջ են։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից խոսեցիք, պարոն Մերհաբյան, ուզում եմ մեջբերել նաև, որ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այնինչ տեղի ունեցավ Հայաստանում նախ մեղավորը Հայաստանն է, նաև նրա համար, որ ռուսների եւ Ռուսաստանի տակից քաշել են միջնորդի աթոռը։ Հիմա հարցի, իրապես Ռուսաստանի տակից քաշել են միջնորդի աթոռը եւ խանգարել, որպեսզի ճակերտավոր ասած Ռուսաստանը պաշտպանի մեզ։ Իսկ Ռուսաստանի տակից ով ինչ էր քաշել, որ 11 թվականից սկսեցին հարձակողական սպառազինություն վաճառել Ադրբեջանին։
Ոչ մեկ ոչ մի բան չէր հանել։ Ռուսաստանն ուղղակի որոշեց, որ ունի տարածաշրջանային շահեր այն ձևով, որ ձևով նա հասկանում է, եւ այդ շահերի իրացման համար պետք է խաղարկել շախմատային լեզվով ասած գամբիտ եւ այդ գամբիտում զոհաբերել հայկական զինվորիկին, որպեսզի ամբողջ տախտակի վրա առավելություն ձեռք բերեն։ Խաղը չստացվեց, բայց զինվորիկը զոհաբերվեց։ Հիմա եկել ու միից ինչ են ուզում։ Մեկ եւ երկրորդը, այս էլ եմ ասում, այս ստորաքարշության այս ֆեստիվալը, որի հետ մենք գործ ունենք, ոչ միտեղ չի տանելու։ Հետո ծանծաղ ուղեղով, որ որոշում են Ուկրաինային քննադատեն, դա էլ այսպես հաճոյանալու ձևերից մեկն է, որը եւս անհասցե է, որովհետեւ այդ Ուկրաինան էր, որը պատճառած գրեթե 1 միլիոն զոհ ռուսներին եւ շարունակելու է պատճառել եւ զոհեր եւ վիրավորներ եւ վնասներ, եւ այդ որ այդքան գովաբանում է հզորություն եւ այլ, թող չմոռանա, որ վերածվել է Ռուսաստանը իզգոյի եւ այն աստիճանի, որ իրեն անձամբ իրեն չի փրկելու եւ թող մտքով չանցնի։ Իսկ Հայաստանին այստեղ մնում է մի գործ. մեր պետության օրգանիզմը ազատել, բուժել պարազիտներից, որովհետև կամ մենք կվերացնենք պարազիտներին, կամ պարազիտները կվերացնեն պետությունը։ Սա է, երկընտրանքը սա է։ Պարոն Մեհրաբյան, հաշվի առնելով այն հայտարարությունները, որ 2026 թվականից առաջ Ռուսաստանը արդեն սկսել է աշխատանքներ տանել եւ նախապատրաստել ճակերտավոր ասած իր տեխնացուներին Հայաստանում, ինչի է ուզում հասնել Ռուսաստանը։ Կարող ենք ենթադրել, որ ուզում է կրկնել նույն սցենարը, այն է, որ ժողովրդավարական ճանապարհով բերել իր տեխնացուին մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում։ Ռուսաստանն ուզում է մի բան, Ռուսաստանն ուզում է հայկական պետականության լիկվիդացիա։ Եվ իրենց կողմից սատարած այդ Գյումրիի տեխնացուն, հա, դրոշակ թափ տալով ինչ էր ասում։ Ասում էր միութենական պետություն Բելարուսի կարգավիճակով։ Սա է ուզում Ռուսաստանը։ Հիմա խոսքը գնում է մի բանի մասին։ Կամ պետություն, դե կամ էլ խնդրեմ, ես ռուսների հետ տալիք առնելիք եւ ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրից բացատրություններ, որ դա իբր բխում է մեր շահերից։ Չի կարող լինել նման բան։ Չի կարող։ Եվ դա շատ վտանգավոր իլյուզիա է, եթե ոմանց թվում է, թե այն մի հատ որոշ փորձագետներ սիրում էին այդ արտահայտությունը, չէ, պետք է ճիշտ աշխատել ռուսների հետ, հա։ Ձև չկա ռուսների հետ ճիշտ աշխատել։ Ռուսների հետ միակ ճիշտ ձևը ռուսներին այստեղից քշելն է, ուրիշ ճիշտ ձև չի աշխատում։ Ինչպես քշել։ Վերցնում ես ու քշում ես, պետություն ես ի վերջում։ Խնդիր ես դնում եւ այդ խնդիրը սկսում ես իրականացնել։ Իդեպ պետությունը, մեր պետությունը ինչ որ քայլեր այդ ուղղությամբ այնուամենայնիվ արել է եւ դա եւս մակերեսին է, հա։ Խոսքը բոլոր սահմանային անցակետերից ռուսների դուրսբերումն է։ Ռուսաստանի հետ այդ ռազմատեխնիկական համագործակցության ըստ էության դադարեցումն է։ Մեր անվտանգության սեկտորից ռուսների ըստ էության դուրս բերումն է։ Այդ ամենը կա, բայց չէ որ դա բավարար չէ։ Մենք զարգանալու խնդիր եւս պետք է լուծենք։ Դուք քանի ունեք այստեղ մոնոպոլիստ Գազպրոմ, դուք չեք զարգանալու։ Մենք քանի ունենք այստեղ RЖD մոնոպոլիստ, մենք մի մետր երկաթգիծ չենք ունենալու ավել։ Այս եղածն էլ աշխատելու է, դա տեսնում եք ինչ վիճակում է, չէ՞։